Հարկտիրոջը մեր, երանելի մարդիկ ենք մենք, իրոք նույնիսկ չենք է պատկերացնում, որքան երանելի ենք, թեև ասում ենք երանելի ենք, բայց իսկապես Աստված այն բաժինը, որ նախատեսել էր հավիտենությունից, կամեցավ փոխանցի մեզ և մենք այսօր, ինչպես մեկն է ասում իր նույնիսկ գրքի վերնագիրն է, տարիներ առաջ եմ կարդացել, աշխարհի ամենաերջանկագույն մարդիկը, և դա մենք ենք, ինչու, որովհետև մեր հարազատ հայրը, հավիտենական, երկնավոր հայրը, ամենակարող Աստվածը նա է, շնորհակալ ենք Տիրոջից, որ արժանացրեց մեզ և իր ձրի շնորհքով իրոք կանչեց և այս օրհնյալ իրականության մեջ բերեց մեզ, գիտեք, իմ խոսքի վերնագիրը երևի հենց այդպես էլ կվերնագրեմ, որ իրականության մեջ ենք ապրում, լինելով քրիստոնյա հավատացյալ, որ իրականության մեջ ենք ապրում։ Գիտեք, երբ մարդը, երեխան իր մոր որովայնում ձևավորվում, դեռ աշխարհ չեկած, նա բոլորովին ուրիշ իրականության մեջ է ապրում և բնական է, քանի դեռ նա չի ծնվել, չի եկել այս աշխարհ դեռ, նա հաղորդ չի այս աշխարհին, այս աշխարհի իրականությանը։ Եվ որպես կանոն, որպեսզի մարդը կարողանա հաղորդակցվի և ապրի այն իրականությամբ, որտեղ նա գտնվում է, այդ իրականության մեջ նա պիտի ներկա լինի, նա պիտի ծնված լինի այդ իրականության մեջ։ Եվ մենք ունենալով մեր ծնողներից բնական է ծնված լինելով, եկած լինելով այս աշխարհ, մենք ապրել ենք, ապրում էինք մի իրականության մեջ, ինչպես բոլոր մարդիկ են ապրում։ Ու մենք չգիտեինք, որ կա և նաև մեկ այլ իրականություն։ Մենք չգիտեինք, տեղյակ չէինք, բայց Աստված նախապես նախատեսել էր, որ պիտի, երբ ժամանակները լեցվեն, նա պիտի ծնունդ տա մի նոր տեսակի մարդկային ցեղի, մի նոր մարդ արարած որպես բոլորովին նոր սկիզբ պիտի ունենա և այլևս ոչ թե իր ծնողներից որպես ծնված, այլ երկնավոր հորից ծնված, երկնային քաղաքացի որպես Աստծո տան լիիրավ, այդ ընտանիքի լիիրավ անդամ, Կողոսացիների առաջի գլխի 13-րդ խոսքում այսպես է գրված. որ մեզ ազատեց խավարի իշխանությունից և իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց։ Մեզ նախ ազատեց խավարի իշխանությունից, որտեղ մենք գտնվում ենք ու ապրում ենք, և փոխադրեց իր սիրելի որդու թագավորությունը։ Մի իրականությունից բոլորովին մի այլ իրականություն տեղափոխեց Աստված։ Բայց ամբողջ հարցը նրանում է, լինելով վերստին ծնված, որովհետև մտնելու համար այդ իրականությունը, այդ սիրելի որդու թագավորության իրականությունը և ապրելու և վայելելու այդ իրականության, ինչպես Աստծո խոսքն է ասում ավետարանը, առնվազն որպես պայման պետք է որ ծնվել այդ իրականության մեջ։ Այսինքն, ինչպես Նիկոդեմոսին ասեց Հիսուսը, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել և հետո ավելի պարզ ասեց, եթե Աստծո հոգուց և Աստծո և եթե ջրից և Աստծո հոգուց չծնվի, չի կարող երկնքի արքայությունը մտնել։ Այդ իրականությունը մտնելու համար նոր ծնունդ է պետք, վերստին ծնունդ։ Եվ եթե մարդը չի ապրել, չի ունեցել այդ նոր ծնունդը, այդ վերստին ծնունդը, ինչպես Տիրոջից սահմանված է և տրված է հնարավորություն, որ ցանկացած մեկը կարող է ունենալ այդ վերստին ծնունդը, բայց նախ մարդը պիտի տեղեկանա, որ կա այդ երկրորդ ծնունդը,
մարդը պիտի լսի եւ հետո արձագանքի, ինչ որ հավատ պիտի առաջանա իր մեջ եւ ցանկություն, որ ես ուզում եմ իմանամ այդ ինչ ծնունդի մասին է խոսքը։ Որտեւ չծնված այդ իրականության մեջ, խոսել այդ իրականությունից, պատմել այդ իրականության մասին, որ ցավոք քչերը չեն, որ կարդում են ավետարանը, ինչ որ բաներ յուրացնում են այնտեղից որպես գիտելիք, հետո պատմում են ուրիշներին, բայց այդ մարդկանց Տերն ասում է, քեզ ինչ, որ դու ուրիշներին պատմում ես, բայց դու ինքդ այդ իրականության մեջ չես ապրում, որ դու դեռ չես եկել եւ չես հայտնվել այդ իրականության մեջ։ Հետո ինչ, որ գիտես Սուրբ գրքում որտեղ անգամ ինչ է գրված, շատ խոսքեր ու համարներ ես մեջ բերում անում, քեզ ինչ, դու որ իրականության մեջ ես ապրում, սիրելի հավատացյալ, քրիստոնյա հավատացյալ, որովհետև վերջն արդյունքը կախված է դրանից, թե մենք ուր կգնանք, մեր հավիտենությունը որտեղ կանցկացնենք։ Այստեղ դեռ երկրի վրա է Աստված նախատեսել եւ նախասահմանել, որ բոլոր իրենները պիտի երկրի վրա հասցնեն իրեն ճանաչեն, որտեղ Հիսուսն ասեց, ես ճանաչում եմ իմ իններիս եւ ճանաչված եմ իմ իններից, ես նրանց եմ ճանաչում, իսկ ովքեր իմն են, նրանք էլ ինձ են ճանաչում։ Եվ եթե հիշում եք ոմանց Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի վերջնամասում է գրված, ասում է, ես նրանց հայտնապես պիտի ասեմ, ես ձեզ չէի ճանաչում։ Ովքեր էին նրանք, բայց նրանք փորձեցին, գիտեք, արդարանալ, նրանք փորձեցին ներկայանալ, ախր ոնց թե Տեր, բայց չէ որ մենք քո անունով էս ինչ բաներն էինք անում, հրաշքներ էինք գործում, հիվանդների էինք բժշկում, դևեր էինք անում, եւ նրանք իրոք գիտեք արել էին այդ բաները, որտեւ հնարավոր չէր, որ Տիրոջ առջև կանգնած նրանք այդ սուտ ուղակի ասեին մի բան, որը չէին արել։ Բայց հարցն ինչումն է, որ նրանք կարևորը չէին կարևորել, որն էր դա, ճանաչել նրան։ Մեր հավատացյալ լինելու գլխավոր նպատակը ճանաչել նրան։ Բայց ինչպես մի ճանապարհով նախ ծնվել այդ իրականության մեջ։ Եվ այդ իրականության անունն է, եթե կարճ միանգամից ասեմ, Հիսուս Քրիստոս։ Բոլոր վերստին ծնված մարդիկ այլևս առաջի Ադամից տեղափոխված են երկրորդ Ադամի մեջ, երկրորդ մարդու մեջ, որը անունն է Հիսուս Քրիստոս։ Եվ նա լինելով այդ թագավորության թագավորը, ինչպես կարդացի, որ Տերը մեզ փոխադրեց իր սիրելի որդու թագավորության մեջ, այո, այդ թագավորության թագավորն է նա, բայց մյուս կողմից այդ թագավորությունը, հենց այդ թագավորի մեջ է։ Նրանից դուրս այդ թագավորությունը չկա։ Այդ թագավորությունը հենց ճշմարտության մեջ է, որը ինքն է հենց ճշմարտությունը, Քրիստոսը։ Տերը մեզ ձրի շնորհքով այդ տեղափոխումը կատարել է, բերել է մեզ Քրիստոսի մեջ, բայց արդյոք ամբողջ հարցը ինչու՞մ է կայանում, թեև վերստին ծնված լինելով, արդյոք դա բացարձակ բավարար պայման է, ես կասեի ոչ։ Լինելով վերստին ծնված, ավետարանը Սուրբ Գիրքը մեզ նաև ասում է, բացի այդ անհրաժեշտ պայմանից, մաթեմատիկայի լեզվով ասած, կան նաև բավարար պայմաններ, դրանք նույնպես պիտի մարդը բավարարի, իհարկե Աստծո օգնությամբ, իհարկե այն նույն շնորհած հոգու, անմիջական ներգործությամբ եւ կառավարությամբ, բայց պիտի անի մարդը, քայլեր կան, այսինքն այդ նոր ծնված մանուկը պիտի սնվի, պիտի աճի, պիտի համապատասխան հմտություններ ձեռք բերի, հոգևոր հասակ ունենա, ժամանակին զուգընթաց, ինչքան ցավալի է, որ ասենք, ծնվել է երեխան չէ, երկրավոր էլ մենք գիտենք, դա իսկապես որքան վիշտ է ծնողների համար, երեխան ծնվել է, բայց չի մեծանում, չի աճում։ Աստված որքան է ուրախանում, երկինք ասում է ցնծում է, որ մի մեղավոր ապաշխարում է երկրի վրա, բայց ապաշխարելուց, վերստին ծնվելուց հետո
սկսվում է նոր կյանք, նոր իրականություն, բոլորովին նոր, իր օրենքներով, իր սկզբունքներով, իր արժե համակարգով, իր ամեն ինչով նոր։ Եվ այդ նոր իրականությունը Աստծո ներկայության մեջ է, Քրիստոսի մեջ է։ Եվ այդ սուղ գինը, որ Տերը վճարել է խաչի վրա, այդ թանկ գինը անսահման հայրը, որ վճարել է, որ տվեց իր որդուն, նպատակը դա էր, որ ոչ թե ուղղակի մենք փրկվենք, այլ հավիտենական կյանք ունենանք Հովանու 1:16-ում ասում է։ Ուղղակի փրկվելը դա չէր Աստծո ծրագիրը, որ ուղղակի փրկի մեզ, փրկվելուց հետո ինչ, որ մեզ բերի նոր իրականության մեջ, ու մենք որպես այլևս փրկվածներ եւ արդարացածներ եւ Աստծո հարազատ զավակներ, այդ կոչումը մեր վրա առած, մենք ապրենք նրա ներկայության մեջ։ Մենք քայլենք այդ սկզբունքներով ավետարանի, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ Հովանու 15-ի 4-րդ խոսքը ես հաճախ եմ այս մեջ բերումն անում։ Հովանու ավետարանի 15-րդ գլուխը, առանցքային գլուխը, ամբողջ Սուրբ գրքում, որտեղ այնտեղ հստակ Տերը ասում է, ինչպես է հնարավոր, որ մարդը այն արդյունքը դրսևորի եւ այն կյանքը կարողանա ապրի, որ Աստված նկատի ունի, որի համար այդ գինը վճարել է Տերը։ Ասում է, իմ մեջս կեցեք ու ես ձեր մեջ, ահա իրականություն, իմ մեջս կեցեք, ծնվել ենք, բայց կենում ենք իրա մեջ, ինչ ասել է Քրիստոսի մեջ կենալ, նույնավոր կենալ ճշմարտության մեջ, Աստծո խոսքի, բայց հայտնված խոսքի մեջ, ոչ թե գրի, այլ Սուրբ Հոգուց ամեն օր մեզ համար նախատեսված այդ ճշմարտության խոսքի մեջ, որպես կյանք, իմ խոսքերը հոգի եւ կյանք են, Քրիստոսի մեջ կենալ նշանակում է իր խոսքի մեջ, ճշմարտության մեջ կենալ։ Արդյոք այդպես նախանձավոր ենք ու կարևորել ենք մենք, ու իսկապես հավատում ենք, որ լավ է, որ ծնվել ենք, բայց այդ իրականության մեջ միշտ գտնվել ենք անհրաժեշտ։ Ինչպես Պողոսն ասում, ամեն բան ախտեղություն եմ համարում Ֆիլիպեցիների 3:7-8 խոսքերում այնտեղ համարներում ասում է, եւ զրկվեցի, բայց չի ասում, բայ գիտեք ինչ, ասում է, ես ախտեղություն եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ եւ կարևոր մի բան, իր մեջ գտնվեմ, կամ ինձ գտնեմ իր մեջ։ Դու քեզ պիտի գտնես իր մեջ։ Դու այնտեղ ես, դու տեղափոխվել ես, ասում է, փոխադրեց մեզ որդու թագավորության մեջ։ Այդ որդու թագավորությունը այս թագավորն է, մեզ Տերը փոխադրել է թագավորի մեջ եւ Տերը կարևորում է խիստ դա, որտեղ առանց այդ իրականության մեջ մեզ գտնելու մենք չենք կարող քրիստոնեական ճշմարիտ կյանք ապրել։ Մենք մեր գլուխը կլցնենք, մենք ինչ որ բաներ կիմանանք, որ այսպես է, այնպես է եւ այլն, բայց ի գործ դնել, բայց ճաշակել եւ վայելել այդ իրականությունը չենք կարող։ Տերն է սահմանել, ասում է իմ մեջս կեցեք, որտեվ չի կարող ճյուղը իրենից պտուղ տա, եթե հաստատված չլինի որդատունքի վրա, այդ նույն 15-րդ գլուխը այդպես է սկսում։ Արդյոք նրա ճյուղերը լինելով մենք մնում ենք հաստատված նրա վրա, ու մեր կյանքը, այդ կյանքի հյութը մեր անխափան նրանից հոսում է մեր մեջ, որն էլ միայն այդ դեպքում է, որ Աստված նախատեսել, երբ այդ կյանքի հյութը նրանից հոսի մեր մեջ, նրա այդ փոխադարձ այդ կենթանի կապը ունենալու արդյունքում, Աստված կստանա այն արդյունքը, որ մեզանից սպասում է։ Մենք կապրենք այն կյանքը, որ Քրիստոսը այդ սուղ գնով մեզ համար ձեռք է բերել, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Տեսեք, կախված թե մենք որտեղ ենք ապրում իրոք, Սաղմոս 112-ի 6-7 խոսքերում ասում է, արդարը գեշ լուրեն չի վախնար, ով արդարը, ասում է, որտեղ նրա սիրտը Աստծո վրա հաստատված է, կախված թե որ իրականության մեջ ենք, այո մենք արդարացել ենք, ձրի շնորհքով,
բայց մենք պիտի ապրենք արդարի կարգավիճակում կամ արդարի տեղում, եւ այդ արդարի տեղը նորից ով է, ճշմարտությունը։ Երբ մենք ճշմարտության մեջ ենք, Քրիստոսի մեջ ենք, մենք արդար ենք։ Մենք արդարացանք, որ արդարի մեջ կենանք։ Նայա մեր արդարությունը, այդպես է ասում Աստծո խոսքը։ Կորինթացիների առաջին նամակի վերջնամասում ասում է, նա մեզ համար Աստվածանից եղավ իմաստություն, այնուհետև սրբություն, այնուհետև արդարություն եւ փրկություն եղավ։ Նայա մեր արդար, նայա մեր սրբությունը։ Մենք չենք կարող սրբություն սարքել։ Մենք չենք կարող մեր գործերով արդարություն սարքել կամ այնպիսի արդար ներկայացնել մեզ, որ Աստված ասի, այ իսկապես հիմա դու արդար ես։ Դա սխալ ճանապարհ է։ Մենք արդար ենք, այո, բայց արդարի մեջ կենալը կարևորում ենք, նրա հետ մեր հարաբերությունները կենթանի են իրոք, որովհետև այդ իրականության մեջ ապրելու եւ այդ ուրեմն բոլոր խոստումները, ինչպես եկեք կարդամ այդ խոսքը, որտեվ չի փոխվի երբեք այն ինչ որ Աստված նախապես ինքն է սահմանել այդ սկզբունքը, դա գրված է 2 Կորինթացիների առաջի գլխի 20 խոսքն է, քանզի որչափ որ Աստծո խոստումները կան, ինչքան խոստումներ կան Աստծուց, ավետարանով Սուրբ գրքով տրված, չէ, իրեններին, մարդկանց, հավատացողներին, բայց ինչու այդ խոստումները չեն իրականանում, որտեղ այսպես է գրված, քանզի որչափ որ Աստծո խոստումները կան, իր մեջ, որդու մեջ, այո են ու իր մեջ ամեն են, եւ Աստծո փառքի համար, ոչ թե քո իմ փառքի, Աստծո փառքի համար են, այդ ամենը իրական եւ այո են եւ ամեն, որտեղ այդ իրականության մեջ։ Հաճախ ասում ենք ինչու ես լավ չեմ զգում, ինչու ինձ հետ այս բաներն ա կատարում, ինչու, իսկ հարց լինելով վերստի ծնված հավատացյալ, ես նորից եմ կրկնում, դու որ իրականության մեջ ես ապրում։ Երկու իրականություն կա, մեր մեջ ամեն վերստին ծնված մարդ անձնավորություն իր մեջ երկու կյանք է կրում, մեկը իր բնական կյանքը, մարմնավոր կյանքը, եսակենտրոն կյանքը, եւ մյուսը որդու կյանքը։ Դու որ կյանքով ես ապրում, ում մեջ ես կենում, դու քո մեջ ես կենում, կենալով ես ապրում, թե Պողոսի պես ասում է, որ իր մեջ կենամ։ Եվ այդ կյանքով ապրեմ, ավելի ճիշտ կամ կարելի այսպես էլ ասել, որ ես չխանգարեմ, որ նա ապրի իմ մեջ, սա նույնպես ճշմարտությունը, որպեսզի ես այդ իրականության մեջ ապրեմ, պայմանը սա է, ես ամեն օր մի բան ունեմ անելու, իմ բնական կյանքը զոհասեղանին դնելու, կամ խաչը կրելու, ինչպես Տերն ասեց, ով որ ուզում է իմ հետևից գա։ Այդ խաչը ամեն մեկը ինքն է, որ պիտի կարևորի, որտեղ առանց այդ խաչը կրելու հնարավոր չի մտնել այդ իրականությունը եւ ապրել այդ իրականության մեջ։ Մեր բնական կյանքը միշտ խանգարել է ու խանգարելու է։ Եղբայրներ քուրեր, խիստ կարևոր հարցի մասին եմ ես խոսում։ Եթե մենք ստեղ չճաշակենք Քրիստոսին, եթե ստեղ չհասցնենք ճանաչել ու հույս ունենանք, որ կգնանք այնտեղ կճանաչենք, կճաշակենք, ես ուզում եմ հիասթափեցնեմ, կներեք, ավետարանն է այդպես ասում։ Ասում է, ես ճանաչում եմ իմիններիս եւ ճանաչված եմ իմինների կողմից, ստեղ պիտի հասցնենք ճանաչել, ստեղ պիտի ճաշակենք։ Ավելին, ինքը իր քահանայապետական աղոթքում Հիսուսը ինչ ասեց։ Սա է հավիտենական կյանքը։ Հիշում եք, որն է հավիտենական կյանքը։ Որ ճանաչենք ես միմիայն ճշմարիտ Աստվածը եւ որդուն, որին դու ղրկեցիր։ Ինչն է։ Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, ճանաչեն։ Եվ այն
Օրհնյալ կյանքը, որ Աստված նախատեսել է, մենք ինքներս մեզ դուրս չդնենք այդ իրական, ապրենք այդ իրականությամբ, վայելենք այդ իրականությունը եւ հավատում եմ, որ Աստված այն ծրագիրը, որ ունի, որի համար այդ գինը վճարել է, ինքը ետ չի կենա, որ իր կողմը անի ամեն ինչ, հնարավոր ամեն բան, տեղնեկած տեղը նա այնպիսի մեզ համար անցանկալի իրավիճակների եւ պայմանների մեջ կդնի, եթե մենք համառենք ու չկարևորենք այս ճշմարտությունը, որպիսի նպատակը մենք մեզանից հոգնենք, մեր բնական կյանքով ապրելուց, հավատացյալ լինելու վերստին ծնված մեր մարդկային նորից ուժերն ու կարողությունները իգործ դնելով քրիստոնեություն սարքելով ու հնարելուց հոգնենք կներեք, ինքը երկայնամիտը, նա երկար համբերող է, բայց շատ նախանձոտ գրված է, խանդոտ Աստվածանա, ում վրա որ իր անունը կա, նա հենց այնպես հանգիստ չի թողի այդ մարդուն, դելա ոչինչ, դու էլ գնա այդպես ոչ այդքան լրջորեն վերաբերվի իրես հարցին, չի թողի Աստված, եկեք սթափվենք ու լրջանանք, ինչու ենք մենք վերստին ծնվել, ինչու ենք ապաշխարել Քրիստոսի անունը վերցրել մեզ վրա, ու դրսից ինչքան բաներ է սարքում, այդ իրականությունից դուրս վերստին չծնված մարդիկ փորձում են պատվիրաններ պահել, չէ, ինչքան տարածված երևույթ է, որպես թե Աստծո հաճելի եղած բաներն անել, ինչպես այդ պտուղը որ որովայնում այդ մանուկը դեռ չի ծնվել, այսպես փորձի ինչ-որ ինչ պիտի կարողանան անի, ոչինչ չի կարող անել, նա խոստացել է, որ մեր առջևից պիտի գնա, նա է մեր բոլոր հարցերի պատասխանը եւ նրա հետ հաղորդակցության մեջ է, որ իրական հաղորդակցության մեջ է, որ մենք որպես հավատացյալ դառնում ենք հոգևոր մարդիկ եւ այդ սկզբունքը ինքը երբեք չի փոխել ու չի փոխի եւ Աստված երկայնամտությամբ համբերում է շատ շատերիս ու սպասում է, որ մենք իսկապես հանձնվենք եւ ասենք ահա ես Տեր, վերջապես այսքան տարիներ հետո ահա ես ինձ հանձնում եմ քեզ, ես իմ ջանքերով շատ բաներ փորձեցի անել, չստացվեց, չէր ստացվելու, որտեվ եթե մենք ուշադիր լսեինք եւ ավելի խոնարհություն դրսևորեինք, Տերը վաղուց էր խոսում, վաղուց էր ասում, բայց մենք չունենք այդ անկեղծ լսելու վիճակը, տարբեր մարդկանց, տարբեր առիթներով, միջոցներով Տերը խոսել էր, հիմա էլ է խոսում, բայց քանիսը կարձագանքեն, քանի սրտեր իսկապես կբացվեն, իսկապես իր առջև կկանգնեն եւ կասեն, Տեր, ես ուզում եմ ապրել այդ իրականության մեջ, տարիներ առաջ էր ես աղոթք էի անում, խնդիրների մեջ էի եւ չկար լուծում, ուղղակի բավականին երկար ընթացք էր դա, գիտեք, երևի էլի ասած կլինեմ, ասում եմ Տեր, ինչու չի փոխվում, ես չէ որ բարի բան եմ խնդրում քեզանից, ինչու պատասխան չկա, եւ վերջապես մի օր լսեցի պատասխան, սկզբից զարմացա, արդյոք դա Աստծուց է, եւ գիտեք պատասխանը որն էր, Տեր ասեց ամեն բան կարգին է, ասեցի ոնց է կարգին, ախր էս է իրականությունը, ինչն է ամեն բան կարգին, մտածում էի, որ դա Տիրոջից չի այդ պատասխանը, հետո շարունակեցի նորից դիմել ու աղոթել Տեր, բայց ոնց հասկանամ, եթե դու ասում ես ամեն բան կարգին է, հետո լսեցի նաև, որ հետևյալն ասեց, մեզ մոտ ամեն բան կարգին է, մեզ մոտ, էլի մտածեցի, լավ, ձեզ մոտ, բա մեզ մոտ, եւ վերջապես Սուրբ Հոգին միտքս լուսավորեց, ասեց, դու ինչքան ժամանակ ինքդ քեզ մոտ պիտի ապրես,
Չէ որ ես գին եմ վճարել, որ դու իմ մոտ լինես։ Այո, ես երկնքում եմ, բայց նաև եկել եմ քո մեջ։ Ես իմ հոգին եմ ուղարկել քո մեջ, որ ոչ թե նա գա ուղակի լեզուներ խոսի քո միջոցով եւ դու դրանով լավ զգաս։ Օ, ես տարբեր եմ ուրիշներից, լեզուներով աղոթք եմ անում։ Ոչ, նրա գալու նպատակը դա չի Տերն ասեց։ Ես եկել եմ քո մեջ ապրելու, որ քեզ կարողանամ իրոք քո ուշադրությունը կտրեմ ամեն ինչից եւ կենտրոնացնեմ ինձ վրա եւ քեզ հավատացնել տամ, որ քեզ համար բարի է, որ դու էլ իմ մեջ կենաս, սովորես իմ մեջ կենալով, այդ Հիսուսի ասած է, իմ մեջը սկեցեք ի գործ տնես։ Եթե ես չգայի քո մեջ, դու երբեք իմ մեջ չէիր կարող կենալ, բայց ցավալին նա է, որ ես եկել եմ, բայց դու քո մեջ ես ապրում։ Ու մենք իրար հետ չունենք գրեթե հաղորդակցություն։ Ահա տրտմությունը, ասում է Սուրբ Հոգին մի տրտմեցրեք։ Մտածում ենք ո՞նց ենք տրտմեցնում։ Մեր եսակենտրոն կյանքով ապրելով, լավ է, եկել է Տերը, աղոթում եմ, լեզուներ ինչ որ հլելի խոսում եմ, որ իրականության մեջ ենք ապրում, եղբայրներ քույրեր։ Տերը այդ կինը վճարել է, որ մենք ճաշակենք իրեն, իր ներկայությունը, եւ այդ իրականության մեջ գտնվելով մեր բոլոր մտքերը, խորհուրդները, քայլերը, գործերը, ծրագրերը բխեն այդ իրականությունից։ Եվ մենք շարժվենք այդ իրականությունից եւ այդ իրականության մեջ։ Եկեք ոտքի կանգնենք։ Ես կոչ եմ անում բոլորիս, ինձնից սկսած։ Եկեք նայենք, վերանայենք իրոք, լինելով հավատացյալ, վերստին ծնված, այդ կոչումը ունենալով Աստծո զավակի։ Իրոք ես կարող եմ առանց հանդիմանվելու ասել, որ ես նրա մեջ եմ կենում, նրա մեջ եմ ապրում։ Ես այդ իրականության վկան եմ իմ ապրած կյանքով, կարող եմ ասել արդյոք։ Փառք քեզ Տեր